Բարև ձեզ, պարոն Բաքոյան։ Հանրապետության վարչապետի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, մասնավորապես ամեն հայոց կաթողիկոսի միջև տեղի ունեցած հերրակաբանավեճը կարծեք թևակողել են նոր փուլ։ Արդեն Ռուսաստանից ժամանած հայազգի օլիգարխներն են ստանձնել եկեղեցու պաշտպանությունը, ոչ միայն ստանձնել են, այլև սպառնում են, որ իրենց ձևերով կփորձեն լուծել այս փոքրիկ խմբակի հարցերը, որը փաստորեն արշավ է սկսել եկեղեցու դեմ։ Ականատեսը եղանք Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքին եւ այժմ էլ դատարանը պետք է որոշի նրա կալանքի հարցը։ Պարոն Բաքոյան, ընդդիմության կողմից ձեր հասցեին հնչում է մեղադրանք, թե այն սրտացավ գործիչներ, ովքեր հանդես են գալիս եկեղեցու պաշտպանության դիրքերից, նրանք այսպիսի ապօրինի բռնաճնշումների են ենթարկվում։ Կուզենայի ձեր դիտարկումները լսել այս առնչությամբ։ Թույլ տվեք ձեր հարցի սկզբի հատվածի հետ չհամաձայնել, որովհետև վարչապետի եւ եկեղեցու հակամարտություն գոյություն չունի, այլ եկեղեցու որոշ սպասավորներ, ովքեր իմ պատկերացմամբ նաև պետք է ծառայեն Աստծո տանը եւ իրենց սահմանած հոգեվորականների սահմանած կանոններով պետք է ծառայեն, եթե կան փաստեր եւ կան հիմնավոր փաստեր, որոնք վկայում են, որ այն հոգեվորականները, ովքեր իսկապես խախտել են այս ուխտը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացիով առաքելական եկեղեցու հետևորդ է, կարող է այս հարցը բարձրաձայնել եւ սրա մասին խոսալ, առավել եւս Հայաստանի Հանրապետության վարչապետը, ով այս հարցի մեջ եւ ոչ միայն ինքն է տեսնում, այո, գուցե այս հարցի մեջ կա նաեւ պետությանը սպառնացող անվտանգության խնդիր եւ հետեւաբար այս հարցի մասին բարձրաձայնվում է եւ խոսքը եկեղեցում գտնվող մի շարք այսպես ասած հոգեվորականների մասին է, այլ ոչ թե հենց Աստծո տան մասին է խոսքը կամ Աստծո տանը ծառայող այն սպասավորների, ովքեր իսկապես իրենց ուխտը պահել են եւ շարունակում են ծառայել Աստծո տանը։ Եվ ձեր հարցի երկրորդ հատվածի հետ, որ եթե կան մարդիկ, ովքեր կառավարությանը անվանում են խմբակ, ես կարծում եմ, որ ըստ էության այս մարդիկ չեն սիրում իրենց պետությունը, չեն սիրում իրենց երկիրը, եթե համարում են Հայաստանը իրենց երկիրը, եւ կարող են անել հայտարարություններ, չգիտակցելով, որ իրենք սպասարկում են գուցե ենթագիտակցաբար, գուցե անգիտակցաբար, գուցե ուղղորդված այլ երկրների շահեր եւ այլ կենտրոնների շահեր։ Նկատի ունենանք, պարոն Բաքոյան, որ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը շատ օպերատիվ կերպով ստանձնեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան եւ հատուկ շեշտեց, որ Սամվել Կարապետյան Ռուսաստանի քաղաքացի է եւ իրենք ամեն ինչ անելու են նրա իրավունքների պաշտպանության համար, նաեւ որոշ մասնավոր շրջանակներ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հայտարարություններ արեցին, մասնավորապես հայտնի հաղորդավար Սոլովյովը, Իգոր Կրուտոյը, Մարգարիտա Սիմոնյանը եւ այլ։ Ինչ եք կարծում, Սամվել Կարապետյանի հայտարարությունը ի պաշտպանություն եկեղեցու արդյոք ուղղորդված չէ հենց Ռուսաստանի կողմից, նա փաստորեն թաքնվելով եկեղեցու թիկունքում փորձում է այստեղ քաղաքական ինչ-որ խնդիրներ լուծել։ Նորից պետք է չհամաձայնեմ ձեր հարցադրման հետ, որովհետև սա ի պաշտպանություն եկեղեցու չի, որովհետև որևէ մեկը ընդդեմ եկեղեցու դուրս չի եկել, հակառակը կարող եմ ասել, որ ի պաշտպանություն եկեղեցու է բարձրաձայնվում այն խնդիրների մասին, որոնք հայտնի են դարձել, եւ սա խոսում է այն մասին, որ շատ շրջանակներ փորձում են այն մարդկանց, ովքեր այսօր եկեղեցական ուխտը խախտել են ի պաշտպանություն իրենց եւ այս հանգամանքը օգտագործեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, փորձում են էներգիա գեներացնեն եւ ես ձեր տված առաջի հարցին պատասխանի մեջ ասացի, որ գուցե շատ կենտրոնների կողմից են ուղղորդված այն անձինք, ովքեր գուցե ոչ գիտակցաբար, գուցե ենթագիտակցաբար, գուցե հենց ուղղորդված ձևով
նման էներգիա են գեներացնում եւ դուք ինքներդ պատասխանեցիք նաեւ ձեր տված հարցին, որ Մարգարիտա Սիմոնյան եւ մարդիկ, ովքեր բարոյականության սահմաններ չունեն եւ այս մարդկանց անուններից մեկը կամ ազգանունը Սալավյովը, ովքեր Հայաստանը որպես պլացդարմ են օգտագործում, Հայաստանը որպես տարբեր հարթակներ եւ հնարավորություններ են օգտագործում իրենց կայսերական նկարտումների համար, իրենց պետական, իրենց ազգային շահի համար, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահի համար։ Հետևաբար մենք պետք է տարբերենք, որ այս անձինք կամ այս երևույթները, ովքեր Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր այլ երկրների քաղաքացիներ են եւ թույլ են տալիս նման խոսույթ, ըստ էության Հայաստանի Հանրապետության թշնամիներն են եւ որևէ անգամ իրենք Հայաստանի Հանրապետության լավը չեն ցանկանում եւ եթե այստեղ որևէ անհատի շահ են փորձում սպասարկել, սա խոսում է միայն այն մասին, որ փորձում են այս հնարավորությունները օգտագործեն Հայաստանում իրենց ձեռնտու իրավիճակ ստեղծելու համար։ Արդյոք եկեղեցին որպես ինստիտուտ նաեւ իր հովապետով ամենայն հայոց կաթողիկոսով նույնպես չի ծառայում աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի եւ այս process-ը, որ գեներացվում է, արդյոք չի ուղղորդվում նույնպես արտաքին ուժերի կողմից։ Այդ վարչապետը քանի երրորդ անգամ մեջբերումներ է անում կանոնագիր հայոցից, ինչը ենթադրում է, որ պետք է կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականները անսային հորդորին եւ համապատասխան ընթացակարգով դուրս տրվեին եկեղեցից, բայց մենք նման process-ի ականատես չենք լինում։ Նշանակում է, որ ինչ որ արտաքին ուժեր այդուհանդերձ հորդորում են չկատարել վարչապետի որդիական հորդորը։ Ես պետք է ազնվորեն խոստովանեմ, որ որպես քաղաքական գործիչ եւ որպես իշխանության ներկայացուցիչ այս խոսակցությունը փորձում եմ առավելագույնը չխառնվել, որովհետեւ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ եւ այս հարցին շատ զգուշորեն եմ մոտենում, թեև պետք է այն անձանց հետ խոսել այն լեզվով, որոնք հենց իրենք են այդ լեզվով խոսում եւ դրանք Աստծո տանը ծավալած մի շարք գործիչներ են, ովքեր հենց հոգեվորականի անվան տակ են հանդես գալի եւ բոլորովին էլ հոգեվորականի կեցված, վարքագիծ եւ ապրելակերպ չունեն։ Եվ ես դրա համար թույլ կտամ ասել, որ այս մարդիկ, ովքեր ցավոք հայ առաքելական եկեղեցում այս պահին գործում են, այս մարդիկ այո նաև ստանում են շքանշաններ հենց աշխարհաքաղաքական այլ կենտրոններից իրենց գաղտնի գործակալական բարձր աշխատանքի համար եւ սա այն կուլմինացիան է, որը տարիների ընթացքում գեներացել է եւ որի արդյունքը եղել է հենց այդ շնորհակալագիրը կամ այդ մեդալը, որը շնորհվել է այս մարդկանց կամ որևէ մեկի եւ այս առումով ես կարծում եմ սա մտահոգիչ է, որովհետեւ պետություն, եկեղեցի հարաբերությունները պետք է փայլուն լինեն։ Մենք երկար ժամանակ գուցե պետականություն չենք ունեցել, ձգտել ենք պետականության եւ այս ընթացքում տարբեր ժամանակներում եկեղեցին կարողացել է նաեւ ժողովրդին համախմբող կենտրոն լինել եւ գուցե պետության բացակայության պայմաններում ձևավորված որոշակի ավանդույթներ մինչեւ այսօր խանգարում են, որ եկեղեցին գիտակցի այսօր պետություն գոյություն ունի եւ պետության պաշտպանության, պետության պահպանման, պետության անվտանգության համար պետք է իր վարքագիծը բոլորովին պետականամետ տեսանկյունից դրսևորվի եւ այս առումով ես կարծում եմ պետք է այն հոգեվորականները, ովքեր նման գործելավոճ են
դրսևորում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, պետք է վերանայեն իրենց վարքագիծը եւ այն մարդիկ, այն հոգեվորականները, ովքեր խախտել են հոգեվորականի ուխտը, ես կարծում եմ այլտեղ անելիք ունեն եւ կարող են տեղափոխվել աշխարհիկ կյանք եւ այլ աշխատանք իրականացնել։ Դուք ասում եք, արդյոք որոշ եկեղեցականներ գործում են այլ կենտրոնների կողմից կամ այլ երկրների կողմից կառավարվում են եւ այդ երկրների կողմից գտնվում են ազդեցության տակ, ես կարծում եմ այո, որովհետեւ այն տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել հանրությանը, որ որևէ հոգեվորական երեխա ունի որևէ այլ հոգեվորական այլ կապի մեջ է եւ իր ազգականի հետ եւ նման բաներ, ես կարծում եմ հենց այս հանգամանքները օգտագործել են այդ երրորդ երկրները կամ այդ երկրորդ երկրները օգտագործել են որպես կոմպրոմատ հենց այս գործիչների վրա եւ փորձել են իրենց ազդեցության տակ պահել եւ ինչը անհրաժեշտ է Հայաստանում եւ ինչ քաղաքական օրակարգ որ պետք է, ապա իրենք պետք է նպաստեն այդ քաղաքական օրակարգին եւ կարողացել են դա օգտագործել եւ դրանք այսօր կարծում եմ, եթե հանրությանը հայտնի են դառել, ես կարծում եմ հենց այս տեսանկյունից է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում, որ պետության համար սա անվտանգային խնդիր է։ Եվ այս առումով համարում եմ սա իսկապես լուրջ խնդիր մարտարևեր նաև պետության անվտանգության համար։ Ենթադրում եմ, որ նախորդ իշխանությունը նույնպես տեղյակ է եղել այդ կոմպրոմատների մասին եւ դա որպես ազդեցության գործիք փաստորեն օգտագործել է եւ հենց այդտեղից էլ գուցե գալիս է եկեղեցի նախկին ռեժիմ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան համախոհությունը։ Ես կարծում եմ, որ ոչ միայն այս մասով, այլ նաև մի շարք բիզնես շահեր են համընկել եւ օգտագործել են նաև եկեղեցու հնարավորությունը որոշակի բիզնես շահեր սպասարկելու համար, չեմ ուզում ավել դրա մասին խոսալ, բայց ես կարծում եմ, որ նաև մեր հանրությունը քաչ տեղյակ է դրա մասին։ Էներգիա գեներացնելու մասին ասացիք, պարոն Բաքոյանի չէ կարծում Սամվել Կարապետյանը հաշվի առնելով իր կապերը, հնարավորությունները, նաև ֆինանսական ռեսուրսները կարող է որոշակի քաղաքական պրոցեսներ գեներացնել, մասնավորապես ավանդական փողոցային շարժման տեսքով, փաստորեն օգտագործելով եկեղեցաշենի, բարերարի, եկեղեցապաշտպանի համբավը։ Ընդդիմությունն էլ ակնհայտ սատարում է եկեղեցու ցանկացած էներգիա, որ որևէ կենտրոնից գեներացվում է, ընդդիմությունը վազում է այդ էներգիայի հետևից կատարելու նաև իրենց հրահանգված աշխատանքը ավարտին հասցնելու համար։ Նկատի ունեմ, Սամվել Կարապետյանը կարող է դառնալ ընդդիմադի շարժման Ես այդ հարցը հասկացա եւ ցավոք այլ երկրներ ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում քանի որ 30 տարի ազդեցություն են ունեցել, փորձում են իրենց ազդեցության գոտին վերականգնել եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը իրենց համար երկրորդական բնույթ է կրում եւ իրենց ամբողջ նպատակն է իրենց ազդեցությունը այստեղ նորից վերականգնել եւ փորձում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տարբեր ժամանակներում մեկնել են տարբեր երկրներ արտագնե աշխատանքի եւ մնացել են եւ բիզնես են ձեռք բերել, բիզնես գործունեություն են ծավալել եւ դրանք այդ ժամանակահատվածում բավականին լուրջ բիզնեսմեններ են դարձել եւ գումարներ են աշխատել, այս կենտրոնները նաեւ փորձում են մեր հենց այս ազգակիցներին էլ օգտագործել, որովհետև մենք 2020 առնվազն 18, բայց 2020 թվականի պատերազմից հետո ավելի ակնհայտ էր, թե ինչ մեթոդներ եւ հնարավորություններ են օգտագործում իրենց ազդեցության գոտին Հայաստանում վերահաստատելու համար եւ կարող են այո դժբախտաբար նաեւ օգտագործել հենց մեր հայրենակիցներին կամ մեր ազգակիցներին եւ այդ թվում այո կփորձեն նաեւ ազդեցություն գործել Սամվել Կարապետյանի վրա, որովհետեւ իր ամբողջ բիզնես գործունեության զգալի մասը գտնվում է այլ տեղերում եւ հենց այս կենտրոնները կարող են
փորձել ճնշել նման մարդկանց, որպեսզի Հայաստանում տրամադրություններ զարգացնեն։ Ես ցավով եմ ասում, որովհետև ես կարծում եմ, որ այս ընտանիքը առավելագույն չեզոքություն պետք է դրսևորեր եւ խոհեմություն ցուցաբերեր եւ առնվազն հարգեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին, ովքեր այսօր իրենց ծառայությունն են մատուցում եւ երկրին եւ ժողովրդին եւ առնվազն պարտավոր են հարգանք ցուցաբերել։ Փոխարենը մենք լսեցինք, թե ինչպես երեկուշ երեկոյան կեսգիշերն անց Սամվել Կարապետյանը երբ որ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մեքենա էր նստում, ասաց, որ թքած ունեմ սրանց վրա էլ, հեծի վրա էլ, սրանց ասելով նկատի ունեն ժողովրդի կողմից ընտրված իշխանության վրա։ Ըստ ձեզ ժողովուրդը, որին փորձելու են փողոց դուրս բերել եւ որոշակի քաղաքական պրոցես գեներացնել, ինչպես պետք է արձագանքի իր ընտրած իշխանության վրա թքած ունեցող գործչի։ Եթե դուք ասում եք, դա եկեք հարցի երկու մասի բաժանենք եւ երկու հարցերն էլ տարբեր դիտանկյուններից փորձենք հասկանալ։ Առաջինը թքած ունեմ, ես չեմ ուզում այս բառապաշարով խոսել, ձեր հեծի վրա ումն է, եթե այս ընտանիքի բիզնեսն է կամ իրենց ընտանիքին պատկանող բիզնեսն է, բայց իրենք իրենցը չեն համարում։ Կարող ենք հասկանալ, որ այս բիզնեսները Հայաստանում ձեռք են բերել, որպեսզի հենց այդ կենտրոնների կողմից ազդեցության որպես միջոց այստեղ պահելու հնարավորություն ստեղծելու համար։ Կարող ենք նման արտահայտություններ անելու դեպքում։ Երկրորդ, ում է պատկանում հեծը։ Եթե պատկանում է ձեզ, այսինքն Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին, մարդիկ նկատի ունեն, որ թքած ունեն Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վրա։ Եվ արդյոք պատկերացնում են, որ նման դեպքում իրենք կարող են այս կենտրոնների պահանջները բավարարել։ Ես կարծում եմ, որ շատ դեպքերում մեր հայրենակիցները կամ մեր ազգակիցները ստիպված են որոշակի հայտարարություններ անել եւ որոշակի գործողություններ փորձել իրականացնել, որովհետեւ նրանք այլ ընտրանք չունեն, հակառակ դեպքում կզրկվեն այն հնարավորություններից, որոնք իրենց համար տարիների ընթացքում ստեղծել են այդ երկրներում եւ հենց սրանով պայմանավորված եմ համարում, որ մարդիկ գալիս են Հայաստան եւ փորձում են որոշակիորեն դիրքավորվել եւ որոշակի հայտարարություններ անել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ես սա եմ տեսնում։ Իսկ մյուս կողմից, որ ասում եք քաղաքացիների ձեզ վրա թքած ունեմ, ես կարծում եմ, որ մանկավարժի ընտանիքում ծնված եւ դաստիարակված մեծացած մարդը առնվազն չպետք է իրեն թույլ տալ նման հայտարարություն անելու, ես ցավում եմ, որովհետեւ մանկավարժի ընտանիքում ստացած դաստիարակությունը իմ պատկերացմամբ բացարձակը այլ է լինում եւ այս արած արտահայտությունների կամ հայտարարությունների համար ես ցավում եմ։ Հայ ժողովրդի արձագանքը պիտի լինի, հետևաբար իր ընտրած իշխանության վրա, այսինքն իր վրա։ Ես խնդրում եմ, որ նաեւ պետք է հստակ գիտակցենք։ Ամեն քայլի կամ ամեն մի փոքր իրավիճակի դեպքում մենք առաջ անընդհատ չպետք է բերենք ժողովրդին եւ փորձենք ժողովրդին նաեւ ժողովրդը մեր հենարանն է, դա միանշանակ, բայց ամեն process-ի մեջ դու չպետք է ժողովրդին ներքաշես։ Ժողովուրդը 2021 թվականին քեզ հնարավորություն է տվել գնաս ծառայես իրեն։ Հիմա տվել է այդ հնարավորությունը եւ մենք եկել ենք ծառայենք ժողովրդին։ Եթե մենք եկել ենք ու ծառայենք, այս դեպքում չպետք է անընդհատ հղում անենք ժողովրդին, որովհետև իրենք այլևս տվել են մեզ այդ հնարավորությունը, դրանից 21-ից 26 թվականների ընթացքում մենք գործենք, մենք ծառայենք եւ հետեւաբար մենք ունենք այստեղ անելիք, մենք ունենք այստեղ դիրքորոշում, մենք ունենք այստեղ քայլեր ձեռնարկելու հնարավորություն եւ մենք այդ քայլերը ձեռնարկում ենք։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։